Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ քաղաքագետ Լիլիթ Դալաքյանի հետ։ Ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին եւ հավանել այս տեսանյութը։ Բարև ձեզ, Տիկին Դալաքյան։ Բարև ձեզ։ Տիկին Դալաքյան, աշխարհաքաղաքական կարևոր զարգացումներ են տեղի ունենում, առանցքում Միացյալ Նահանգներում իշխանության փոփոխությունն է եւ դրանից նաեւ բխում են այլ պետություններում, այդ թվում նաեւ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների զարգացումները, մենք ինչ սպասենք Բայդենի վարչակազմի հեռացմամբ եւ Թրամփի վարչակազմի առաջիկա 4 տարիներին Միացյալ Նահանգները կառավարելու գործընթացից։ Գիտեք, ես կողմնակից չեմ, այդպես միանգամից 100%-ով ասելուն, թե ինչ կլինի, արդեն կան վերլուծություններ, որ լավ է, կան, որ շատ վատ է։ Մենք պետք է տեսնենք կարևորը ովքեր են լինելու առանցքային պաշտոնյաները Թրամփի վարչակազմում։ Ինչպես ասում է Ստալինը, կադրերը որոշում են ամեն ինչ։ Իսկ Միացյալ Նահանգներում դա այդպես է, դա մի հոգու իշխանություն չի, որ ասում են դա Պուտինը չի, Հյուսիսային Կորեան չի, այնտեղ ինստիտուտները շատ կարևոր են, establishment-ը շատ կարևոր է, հանրապետական կուսակցության մեջ ամեն ինչ միանշանակ չէ, կա հատված, որը կողմնակից է առավել խիստ, ուրեմն վերաբերմունքի Ռուսաստանի հանդեպ, կա հատված, որ կողմնակից է դադարեցման Ուկրաինային օգնությանը, այսինքն մինչև ինագուրացիա արդեն մի քանի անուն շոշափվում է, դեռ ես չեմ նշի, եւ պետքարտուղարի պաշտոնի, կարևոր 3 առանցքային պաշտոններ են, պետքարտուղարը, պաշտպանության նախարարը եւ անվտանգության հարցերով խորհրդականը։ Այսինքն Բլինկենի, Սալիվանի եւ Օստինի փոխարեն ովքեր կլինեն։ Ըստ այդմ մենք կհասկանանք, եթե պարոն Պոմպեոն ինչ-որ պաշտոն ունենա, օրինակ անվտանգության հարցով խորհրդական, դա մեզ համար շատ կլինի, որտեղ Կոսովոյի տարբերակ, սկանդինավյան խաղաղապահներ առաջարկել է Պոմպեոն, երբ որ պետքարտուղար էր։ Այսպես, բայց հերացող վարչակազմից էլ, այսպես ասենք, Բայդենը կարող է կամ հեռանալով ցանկանա մտնել պատմության մեջ եւ առավել ակտիվ զինել մնացած 3-4 ամիս Ուկրաինային եւ խոսում են, որ միանգամից 6 միլիարդը որոշել է փոխանցել։ Կամ կարող է էլի ոչինչ չանել, Ուկրաինայի իրավիճակը վատանա եւ մենք գիտենք, որքան Ռուսաստանը ուժեղանա Ուկրաինայի ռազմաճակատում, այնքան հետագայում ավելի հեշտ կլինի Ադրբեջանի ձեռքով Հայաստանին ճնշելը։ Մի բան ակնհայտ է, մենք չենք կարող пассив սпасել, մենք չենք կարող չշփվել Միացյալ Նահանգների նախագահի հետ, այլընտրանքը որն է։ Ռուսաստանը հստակ ցույց է տվել իր քաղաքականությունը։ Մենք պետք է ցանկացած մեթոդ, դա կլինի լոբբին, դա կլինի հայ համայնքի այնտեղ ցույցեր անցկացնելը, դա կլինի անձնական հարաբերությունները, խոստումներից շատ ներողություն կախվելը, պահանջներ ներկայացնել։ Այսինքն Զելենսկին օրինակ ինչ է անում, սա շատ կարևոր է։ Չնայած Թրամփը նրան անձնապես մի քանի անգամ վիրավորել է, Վենսը վիրավորել է, նա առաջինը շնորհավորեց եւ հենց Թրամփի խոսքերը մեջ բերելով ասեց դե արեք, դե խաղաղություն բերեք, դե ուժի սպառնալիքի տակ Ռուսաստանին ստիպեք, որ գա բանակցությունների։ Նույնը պետք է անի Հայաստանը, այստեղ մեկ-մեկ ասում են, դե բառը ասել է Արցախի մասին, դե բառը ասել է հայ-ադրբեջանական։ Մի կողմից ասում եք ուղակի բառեր է ասում, մյուս կողմից երբ որ Ռուսաստանի հանդեպ բան է ասում, ասում են տեսեք, սենց բան է ասել։ Այդպես չի կարելի, պետք է լինի լուրջ քաղաքականություն, ինստիտուտներ, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը, հատկապես նահանգների հետ շփումները 30 տարվա մեջ եղել են անձնական հարաբերությունների ֆոնին, նույնիսկ դա էլ չի եղել։ Ժամանակն է եկել դա բարձրացնել ինստիտուցիոնալ թիմի մակարդակ։ Այսօր ես չեմ տեսնում այդ թիմը վարչապետի շրջապատում։ Հայաստանի իշխանությունները նշում եք, որ պետք է սկսեն աշխատել արդեն Թրամփի հետ, հա, բայց մենք Բայդենի հետ կապված տեսել ենք, օրինակ Բայդենի վարչակազմի հետ կապված տանեն համապարփակ, այսպես խորացված աշխատանքներ, որ նորը ակնկալենք դեռևս լիազորությունները չստանձնած նոր նախագահից։ Դե խնդիրը հենց դա է, որ իհարկե ես չեմ ակնկալում։ Բայդենի այդ շփումները էլի եղել են, կներեք, կենցաղային ասենք, Բայդենի ողորմածության հիման վրա, այսինքն Բայդենը մի քիչ խղճում է, շատ ներողություն հայ ժողովրդին, ցեղասպանությունը ճանաչել է, մեղք ենք էլի, նենց արեք, այսինքն էս ինչ քաղաքականություն է։ Ես միշտ օրինակ եմ բերում Իսրայելը, կապ չունի, մենք այստեղ սովորելու բանել ունենք, այդպես համասում ենք թիվ 1 ազգն ենք աշխարհում, մենք որ կայենք ովքեր էին
էին իրանք, բայց այսօր տեսեք ինչ է կատարվում։ Հայաստանը չունի ռազմավարություն հստակ, չունի պլան B, ասեն գալիս է Լի Պենը Մակրոնի փոխարեն, ինչ է լինում, վայ լստացինք, լավ է, գալիս է Տրամպը Բայդենի փոխարեն, ինչ ենք անում, չգիտենք, հիմա ապոկալիպսիս է, մի հատվածն ասում եմ, վերջ, ամեն ինչ վատ է, էլի պիտի Պուտինին խնդրենք, որ մեզ օգնի, դա այլ հարց է, Պուտինը կօգնի թե չէ, այսինքն այստեղ խնդիրը ինչի, որ մենք գնալու տեղ ունենք ու ասում ենք եկեք Ամերիկա գտնանք։ Իմ կարծիքով մենք այլ գնալու տեղ չունենք։ Ռուսաստանը հստակ իր շահերը ներկայացրել է, որոնք Հայաստանի Հանրապետության հետ չեն ուրեմն համապատասխանում։ Բայց չկա թիմ, ես չգիտեմ, վարչապետի շրջապատում ով է զբաղվում հայ-ամերիկյան հարաբերություններով։ Խոսում էին, որ Արմեն Գրիգորյանը լավ հարաբերություններ ունի Սալիվանի հետ։ Նախ Սալիվանը հեռանում է։ Երկրորդը մեկ անձով չէ։ Ինչ է արել այնտեղ մեր դեսպանը, հայ համայնքի հետ հարաբերությունները կարծես փչացած են։ Մի կողմից հայ համայնքն ինքն էլ այստեղ զբաղված է ներքաղաքական հայ համայնք ասելով հիմնականում կուսակցական շրջանակները նկատի ունեն բոլոր ինչի վերաբերում զբաղված են հակաիշխանական ցույցեր կազմակերպելով այնտեղ, այսինքն չկա աշխատանք, չկա ցանցային Սփյուռքի գաղափար, ես դա առաջարկել եմ, այնպես չի միայն ես եմ առաջարկել, չկան ինստիտուտներ, չկան խորհրդականներ, Նիկոլ Փաշինյանը ինքը օրվա ճաշակով որոշում է ինչպես վարի արտաքին քաղաքականությունը։ Այսօր խաղաղությունն է, լավ է, վաղը հարձակվեն, ինչպես նա ասեց ոսկեպարի բնակիչների հետ հանդիպմանը, չգիտենք ինչ կլինի, հետո չասեք ձեզ չէի ասել, չգիտեմ, այսպես քաղաքականություն հատկապես մեր տարածաշրջանում, մեր նման փխրուն իրավիճակում գտնվող երկրի համար սա ուղղակի չի կարող ընդունելի լինել։ Տեսեք, այսպիսի մեկնաբանություններ կան, որ այ հաղթեց Թրամփը, Ռուսաստանը առաջիկայում կհաղթի պատերազմում եւ շուր կգա տարածաշրջան, Հայաստանը լավագույն դեպքում միութենական պետության մաս կդառնա, եթե ոչ Թաթարստան։ Կան նման վտանգներ, ճիշտ է, միանշանակ այո կամ ոչ ասելը անիրատեսական եւ անհեթեթ կլինի այս պարագայում, բայց գործընթացները այդ ուղղությամբ կգնան, թե ոչ։ Կարծիք էլի արտահայտեմ, որովհետև ես կարծում եմ նույնիսկ Տրամպը չգիտի ինչ է անելու, որովհետև նա խոստացել էր, որ 24 ժամում մինչև ինագուրացիան խաղաղություն է հաստատելու, արդեն 24 ժամը անցել է, այնպես որ Տրամպը ինքը արտաքին քաղաքականությամբ չի զբաղվում, հիմնականում նա տնտեսական պատերազմներով է զբաղվում, եւ հենց սա է կարևոր։ Ես մի քանի կետ կասեմ, մեր ժողովուրդը ինքը թող վերլուծի, ինչ տարբերակներ կարող են լինել, եւ լավը ասենք եւ վատը։ Տեսեք, Տրամպը հայտարարել է, որ Չինաստանի հետ պատերազմներ է տնտեսական մղելու։ Արդեն 2 օր առաջ Չինաստանի ղեկավարությունը մոտ 1 տրիլիոն դոլար ծրագիր է մշակել բացասական սցենարների դեպքում չինական տնտեսությունը չթողնելու համար, որ ընկնի անկման մեջ։ Հիմա, եթե չինական տնտեսությունը վատ իրավիճակում հայտնվի, Ռուսաստանը ամբողջովին կախված է այսօր Չինաստանից։ Ռուսաստանում յուանյը հանդիսանում է գլխավոր ուրեմն արտարժույթը։ Մենք տեսանք յուանյը ինչ անկում ապրեց Տրամպի ընտրվելուց հետո։ Այսինքն, սկսենք այստեղից։ Ռուսաստանին պատերազմելու համար անհրաժեշտ է ուժեղ տնտեսություն, նավթադոլարներ։ Տրամպը նաև հայտարարել է, որ նավթի գինը պետք է գցել, Միացյալ Նահանգները ավելացնելու է նավթի արտահանումը։ Այսինքն, եթե Ռուսաստանը զրկվում է նավթային գլխավոր միջոցներից, եթե Ռուսաստանի հիմնական տնտեսական գործընկեր հանդիսացող Չինաստանը հայտնվում է անկման մեջ, Ռուսաստանը ինչպես է կարողանալու տնտեսապես, մենք գիտենք, որ պատերազմները տնտեսությամբ են մղվում, օրինակը Իսրայելն է։ Ինչպես է կարողանալու էլի միլիոնավոր դոլարներ ծախսել զինվորների իր աշխատավարձը տալու վրա։ Մենք արդեն տեսնում ենք, որ Ռուսաստանը այն իրավիճակում է, որ Հյուսիսային Կորեայից ստիպված բերում է զինվորներ, որ Կուրսկը իր տարածքը պաշտպանեն, չի դիմում հապկին, չի դիմում միութենական Բելարուսին, դիմում է Հյուսիսային Կորեային, այսինքն այստեղ ամեն ինչ պարզ չի։ Երկրորդը, Տրամպը միշտ հայտարարում է, որ Հյուսիսային Կորեա պետք է ներխուժի եւ վիրավորել է անձնապես Հյուսիսային Կորեայի ղեկավարին, նրան անվանելով փոքր ռակետչիկ։ Հանդիպումից հետո, որ չստացվեց իրենց համաձայնությունը։ Երկրորդ գլխավոր դաշնակիցը Ռուսաստանի Հյուսիսային Կորեան է, այսինքն Հյուսիսային Կորեայի վիճակը որ վատանա, ինչ է լինում։
Երրորդ դաշնակիցը Իրանը, որը շախեդներ է վաճառում Ռուսաստանին։ Չթվեմ, թե այսօր արդեն խոսում են իբրև թե Իրանը որոշել է սպանել Տրամպին, իհարկե դրան չեմ հավատում, կխոսենք, եթե հնարավորություն լինի ինչու։ Այսինքն Ռուսաստանի շուրջ օղակը սեղմում է, չէ՞։ Գլխավոր դաշնակիցները անհետանում են։ Թուրքիան էլ արդեն էլ ընդունելի չի Ռուսաստանի համար որպես միջնորդ։ Այդպես ասել, որ Տրամպը գալու է եւ վաղը Ռուսաստանը հաղթելու է, ես չեմ շտապի, հատկապես մենք պետք է հիշենք, որ Տրամպի օրոք մի քանի անգամ խստացվել են սանկցիաները Ռուսաստանի հանդեպ։ Տրամպի օրոք Ուկրաինային վաճառվել է առաջին մահաբեր զենքերը։ Կախված է ամեն ինչ նրանից, թե ինչ ծրագիր կիրականացվի Ուկրաինայի ուղղությամբ։ Կարճ ասեմ, երկու այս բանի ծրագրեր կան, մեկը նա է, որ Պոմպեոյի ծրագիր է կոչվում, այն հատվածը, որը Ռուսաստանը գրավել է, մնում է Ռուսաստանին, այն հատվածը, որը Ուկրաինան վերահսկում է, մտնում է ՆԱՏՕ եւ Եվրամիություն։ Երկրորդ ծրագիրը այդ հատվածը չի մտնում ՆԱՏՕ եւ Եվրամիություն, 20 տարով ասում են, որ որևէ ալյանսի մաս պետք է չլինի, բայց Զելենսկին այն օրը Հունգարիայում մերժեց, ասելով, որ դա անվտանգության երաշխիք չի տալիս, ով է ասում, որ Ռուսաստանը 2 տարուց չի հարձակվի այդ հատվածի վրա։ Այսինքն, եթե նույնիսկ ՆԱՏՕ-ի անդամ չդառնան, որևէ կոնտինգենտ պետք է լինի։ Հիմա էլ խոսում են եվրոպացի կոնտինգենտի մասին խաղաղապահ, այսինքն սառեցում, բայց թե սառեցումից հետո Ռուսաստանը ինչպիսի իրավիճակում կլինի տնտեսապես, կկարողանա արդյոք շարունակել իր ուրեմն հայկական քաղաքականությունը, վտանգներ կան, այո, Ռուսաստանը հատկապես ագրեսիվ է եւ վտանգավոր, երբ որ թուլանում է, երբ որ անկյուն է մղվում։ Դրա համար ենք ասում, որ Հայաստանը չպետք է նստի ուղակի սպասի, տեսնի իր գլխին հերթական 20 թվականը կամ 15 թվականը ցեղասպանություն երբ է լինելու։ Կառավարությունը պետք է բոլոր սցենարները մշակի։ Ես այսօր դա չեմ տեսնում։ Տիկին Դալաքյան, գաղտնազերծվել է Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագրի 3 կետերի վերաբերյալ տեղեկություն, եւ այս ֆոնին Ալիևը հայտարարում է Շոլցի հետ հանդիպմանը, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են պայմանագրի կետերը համաձայնեցնելուն։ Սա արդյոք նշանակում է, որ Հայաստանը արդեն կանաչ լույս է վառել այդ 3 կետերի համար, եւ եթե այդ կետերի համար կանաչ լույս է վառել, դա ինչ վտանգներ է պարունակում։ Այդ կետերը ես հիշեցնեմ նաեւ դիտողների համար, եվրոդիտորդներին սահմանից հեռացնելն է, միջազգային հայցերը հետ կանչելն է, սահմանադրության մեջ փոփոխություններ անելն է եւ Ադրբեջանը նաեւ պահանջ է դնում բանակը չզինել։ Դե եթե Հայաստանը համաձայնվել է այդ 3 կետերին, դա կապիտուլյացիա է։ Եթե ես մինչև այսօր այդ բառերը չէի օգտագործում եւ դա համարում էի նախկին իշխանությունների կողմից ուղղակի ռոպագանդա, եթե Հայաստանի Հանրապետությունը համաձայնվել է, այսինքն որտեղ է այդտեղ պետություն մնում, Ուկրաինայից ավելի վատ պայմաններ են առաջարկում։ Ինչ հաշտարկում չզինվեք, այսինքն Փաշինյանը չէր ասում, յուրաքանչյուր պետություն իրավունք ունի պահպանել իր անվտանգությունը։ Դա ՄԱԿ կանոնադրության մեջ պետության կարևոր հատկանիշներից է։ Պետությունը պետք է կարողանա ունենալ ինքնիշխանություն եւ սահմաններ։ Դրա համար պետք է զինվի, առավել եւս ունենալով այդպիսի կոնստրուկտիվ հարևան, ինչպիսին Ադրբեջանն է։ Այսինքն, եթե չենք զինվում, դե պետք է չի պայմանագիր ստորագրել, դառնանք, ինչպես կասեին, Բաքվից Թաթարստանը։ Եթե իհարկե Ռուսաստանը այդ հարցին ես չպատասխանեցի, համաձայնվի Հայաստանի միութենական պետության մեջ ներգրավել, ինչու։ Սա կարևոր է, եթե Ռուսաստանը ցանկանար Հայաստանին ներգրավել, այն ժամանակ գուցե հիմա իրենք Ադրբեջանին են ուզում հապ մտցնել, ԵՏՄ մտցնել, իսկ Ադրբեջանը, այսպես ասենք, կոչ է խաղացնում։ Հիմա ըստ ձեզ Հայաստանին ձեռք բերելու համար Ռուսաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ հարաբերությունները վատացնել։ Եթե մտնենք միութենական պետություն, պիտի մեր անվտանգությունը ուզած չուզած բան, չնայած դա էլ հաստատ չի։ Այսինքն իրենք կորցնեն Ադրբեջանի վրա գլխավոր լծակը։ Այդպես չի, Թաթարստանը չեն արդեն մտցնի։ Իսկ ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի կետերին, եթե ես նշեցի, դա համաձայնեցված է, դա ուղղակի խայտառակություն է, բայց այն, որ պետք է շարունակել բանակցությունները կոնստրուկտիվ հիմքի վրա, դա միանշանակ է։ Համենայն դեպս Հայաստանի իշխանությունները խոստացել են, որ սահմանադրությունը չեն փոխելու այս պահին, ինքը Փաշինյանը նշում էր, որ Ադրբեջանի սահմանադրություններ ունի խնդիրներ, եւ դա պատճառ չի կարող հանդիսանալ խաղաղության պայմանագիր չկնքելու համար։ Եվ նշում էր, որ մենք պարտավոր ենք զինվել եւ պաշտպանել մեր երկրի անվտանգությունը։ Հիմա եթե իր խոսքերից պետք է հետ կանգնի, ես չեմ կարող ոչինչ ասել։ Այդ դեպքում Ադրբեջանի նախագահը, որ հայտարարում է համաձայնեցվում են, հա, քիչ է մնացել, դա ինչ է նշանակում։
Գիտեք, իհարկե մենք պետք է լսենք ինչ է ասում Ադրբեջանի նախագահը եւ հերքենք, պատասխանենք, այնպես որ ասում պետք չի պատասխանել, համենայն դեպս աշխարհը հիմնված է ռոպագանդայի վրա։ Եթե նա անընդհատ քեզ մեղադրանքներ է հնչեցնում եւ դու ոչինչ չես պատասխանում, մարդիկ պարտավոր չեն իմանալ ով է ճիշտ։ Որ ասում է Արևմտյան Ադրբեջան, Եվրոպայում կամ Ամերիկայում չեն խորանում, այդպիսի բան կա, թե չէ, այսինքն քարոզչական առումով մենք պարտվում ենք այստեղ։ Ինչ վերաբերում է հայցեր ներկայացնելուն, Ադրբեջանը ինքն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դեմ հայց, ես դրանից խոսել եմ, էկոլոգիական հանցագործություններ Լեռնային Ղարաբաղում իրականացնելու համար արբիտրաժային դատարանում պարոն Եղիշե Կիրակոսյանն էլ դրա մասին կարող է խոսել։ Երկրորդը, որ ասում են իրավունք չունի զինվել, Ադրբեջանը ինքը զինվում է, ելի զինվում է նաև մեր ռազմավարական դաշնակցի կողմից, այսինքն ձեզ կարելի է, մեզ չի կարելի, Հայաստանը այդպես պիտի խոսի, մանավանդ ագրեսիայի դուք եք մեզ ենթարկել, մենք ձեզ չենք ենթարկել։ Նույնը Լեռնային Ղարաբաղի հարցում դուք խախտել եք ՄԱԿ հենց 4 բանաձևերը, որտեղ ուժի կիրառումը բացառվում է, այսինքն պետք է խոսել, պատասխանել։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ Ալիևը շատ հաճախ ստում է, հիմա ասում եմ մոտ ենք խաղաղությանը, այս 2 տարի է դա ասում, 2 օր առաջ էլ ասում է Հայաստանը պատրաստվում է հարձակվել մեր վրա, արևմտյան երկրները նրան գրգռում են։ Այսինքն այս Ալիևի պահվածքն էլ է տարօրինակ, մի կողմից դա դրական է, այսինքն նա գուցե ազդակներ ունի, որ Տրամպը այդքան էլ չի պատրաստվում հեռանա տարածաշրջանից, ինչի հետ է կապված հենց Տրամպի ընտրություններից հետո Ռուսաստանի եւ Ադրբեջանի պաղաղ իրար նման հայտարարությունը, որ Հայաստանը պատրաստվում է հարձակվել։ Այսինքն, եթե իրենք իմանային, որ Տրամպը մեզ հանձնում է, դժվար է այդպիսի բան ասել, չեմ կարող ասել։ Մյուս կողմից էլ կարող ենք ասել, ուզում են իրենք հարձակվել, դրա համար են տենց բան ասում։ Միանշանակ ոչինչ չեն կարող ասել, բայց Տրամպը երբ որ խոսեց, նա չասեց, որ Ադրբեջանին թողելու ենք, որ Հայաստանին կուլ տա։ Ուկրաինայի պահով շատ են ասել, որ պետք է ավարտենք, չզինենք։ Հայաստանի հետ կապված ես լսեցի խաղաղություն, Արցախի ժողովրդի իրավունքներ։ Հիմա էլի եմ ասում, կարող են ասել դե Տրամպն է բան ասել, բայց որ այդպես նայենք, ուրեմն Պուտինն էլ բան է ասել հիմա։ Այսինքն Ռուսաստանը մեղադրանքներ է ուղղում դաշնակից համարվող Հայաստանին, որ պատրաստվում է հարձակվել։ Դե տեսակ, ՌԴ ուրեմն անվտանգության դաշնային ծառայությունը, որի ղեկավարին ֆինանսավորում է ադրբեջանցի օլիգարխ Գոտ Նիսանովը, դրա մասին հաղորդում էր հենց Նավալնին նկարել, որ յախտաներում է նա հանգստանում, որը 20 թվականին չէր տեսնում, որ ահաբեկիչներ են գալիս ուրեմն Հայաստան, ասում էր մենք տես բան չենք տեսել, հետո էլ ասեց տեսնում ենք, բայց չասեց ով է բերում, պարզվեց Հայաստանն է բերում։ Իհարկե, կասի, վայ, խնդրում եմ էլի, ես էլ այդ Ռուսաստանի կողմից սահմանների կարմիր գծերին չեմ հավատում Հայաստանի հետ կապված։ Երբեմն ես որ վերլուծում եի, ասում եի դե դժվար Ռուսաստանը հարձակվի Հայաստանի վրա, իրենց գործիքը Ադրբեջանն է, բայց նայելով Ռուսաստանի ռացիոնալ քաղաքականությանը, երբեմն սկսում եմ կասկածել իմ խոսքերի վրա։ Օրինակ, երբ որ Մարիա Զախարովանը գրում է Ալելույա, երբ որ Տրամպն է ընտրվում, ու հիմա Տրամպը գա նորից նույն քաղաքականությունը վարի իրենց հանդեպ, չգիտեմ, այդ կինը ընդհանրապես ոնց որ դիվանագիտական ասպարեզից հեռու է, պետք է ջնջի այդ Ալելույան, գրի էս ինչ եղավ նորից սանկցիաներ մեր նկատմամբ։ Տիկին Դալակյան, արդյոք բաց թողնվեց COP29-ի շրջանակներում հնարավորությունը, թե ոչ։ Դեռ չենք կարող ասել Հայաստանը կմասնակցի թե ոչ, մասնակցության դիմաց ես դեռ տեղեկություններ չունեմ, վերջնական ինչ է որոշված, գերիների ազատ արձակում կլինի թե ոչ, այն որ COP29-ը նվիրվեց Ադրբեջանին հենց դրա համար, որ գերիները ազատ արձակվեն, դա բոլորս գիտենք, այն որ բոլոր գերիների դիմաց պետք է դա արվեր, մենք դա քննադատեցինք, այսպիսի միջոցառում նվիրել Ադրբեջանին, այն էլ որ պարտավոր է Ադրբեջանը ազատել, նոյեմբերի 9-ով էլ էր պարտավոր, Պրահայով էլ էր պարտավոր, մի քանի բանաձևեր էլ ընդունվեցին Եվրախորհրդանում, այսինքն այդպես լավություն չէր անում մեզ, որ ազատ էր արձակում, բայց գոնե պետք է բոլոր գերիների ազատ արձակմանը հասնել, այդ թվում Արցախի նախկին ղեկավարության, իհարկե դա չի նշանակում, որ ազատենք գան այստեղ Արցախի հերոսի շքանշանը կպցնենք, այլ գան պատասխանեն ինչ էին անում այնտեղ, մենք դրա համար ենք ուզում, որ իրենք գան, իհարկե կարեկցում ենք, որ բաքվում են, բայց որ այստեղ գան, մենք շատ հարցեր ունենք իրենց
Այսինքն հետո շատ լիդերներ չեն մասնակցելու Բաքվի այդ կլիմայական համաժողովին, նաև մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված տարբեր կազմակերպություններ քննադատում են, որ Բաքվի պես Ադրբեջանի բռնապետական երկրում COP29-ն է իրականացվում, այսինքն չօգտագործվեց Հայաստանի դիվանագիտության կողմից կամ էլ այնքան ուժեղ չէր ճնշումը, որ ինչ որ զիջումներ տար Ադրբեջանը մեզ, համենայն դեպս տեսնենք, հիմա կարող է բաց թողի գերիներին մեր ղեկավարություններ ասի տեսակ շտապում էիք, այս առաջիկա մի քանի օրերին կհասկանանք ինչ է տվել մեզ COP29-ը, արդյոք կմասնակցենք թե ոչ եւ ինչ քարոզչություն պետք է արդեն իրականացնել։ Եվ Բայդենի նամակը արդեն ազդեցություն ունի, թե ոչ հայտնի պահանջը կնքել խաղաղության պայմանագիր։ Բայդենի նամակը ազդեց այն առումով, որ Ադրբեջանի ղեկավարը ստորագրեց սահմանազատումը։ Իհարկե ես միշտ անհասկանալի իրավիճակ եմ արտահայտում, որ ասում են, որ իրենց խորհրդանը պետք է վավերացնի։ Այդ ինչ եղավ։ Հիմա պարզվեց չպետք է վավերացնի։ Չեմ զարմանա, որ Ալիևը ասի, բայց պետքա վավերացնի։ Այսինքն Ալիևը ընդամենը նշան տվեց, որ այո, ես պատրաստ եմ, որովհետև նա չգիտեր Հարիսը կընտրվի, թե Տրամպը։ Էլի եմ կրկնում, այնպես չի, որ Տրամպը ընտրվեց վերջ Ադրբեջանում ամեն ինչ շատ լավ է լինելու, դա կախված է մեր աշխատանքից, Հայաստանի ղեկավարության, որը ես դեռ չգիտեմ կտեսնենք թե ոչ, բայց իհարկե Բայդենի նամակը որոշիչ դեր չի կարող խաղալ, որոշիչ դեր է խաղում, դա դիվանագիտությունն է, ռազմական ուժը, այսինքն իմանալ, որ Հայաստանը ունակ է բալանսը վերականգնել, սա կարևոր է, երբ են հարձակվում քո վրա, երբ որ գիտեն, որ դու ռազմականապես թույլ ես, եթե իմանան, որ դուք հավասար եք, այդտեղ արդեն կմտածեն։ Ռազմական, ուրեմն մեր անվտանգության ապահովումն է կարևոր եւ երկրորդը միջազգային իրավիճակը եւ Հայաստանի ղեկավարության աշխատանքը տարբեր աշխարհակահական բևեռների հետ։ Լավ է, որ Պուտինն ասում է, որ աշխարհը միաբևեռ չէ։ Այո, միաբևեռ չէ, կան տարբեր բևեռներ, որոնց շահերը կարող են մեզ հետ համընկնել եւ պետք է աշխատել այդ ուղղությամբ։ Տիկին Դալակյան, եւ որ նշեցիք Ռուսաստանը կհարձակվի, դա ինչպես է հնարավոր։ Ես նշեցի, որ դա ես ֆանտաստիկա էի համարում, ոչ թե կհարձակվի, բայց ելնելով Ռուսաստանի ռացիոնալ քաղաքականությունից, գիտեք ինչը ինձ մի օր իհարկե այդտեղ ցամաքային կապը կարևոր է, չնայած այնպես չի, որ ցամաքային կապ չկա, հարձակվել է այսպես է, նախ իրենք Ադրբեջանին միշտ էլ օգնում են, հիմա կարող է բացահայտ օգնեն, որովհետև վերջերս հիշում եք Ռուսաստանի Դաշնությունից պաշտոնյաներից մեկը հայտարարեց, որ ուրեմն Հայաստանում ՆԱՏՕ-ն պատրաստում է զորքեր տեղակայել, հիշում եք այդպիսի մի արտահայտություններ։ Հիմա եթե Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա նրա համար, որ ՆԱՏՕ-ն այնտեղ ուզում էր զորքեր տեղակայել, չգիտեմ, ըստ տրամաբանության գուցե այնտեղ ասեն, սա թշնամական ռեժիմ կա այնտեղ, չէ՞, օրինակ, իհարկե ես նույնից եմ կրկնում, դա ռացիոնալ չեմ համարում, բայց ռացիոնալ չէր նաև, որ Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա։ Հիմա չասեն Լիլիթ Դալաքյանն ասում է Ռուսաստանը հարձակվելու է։ Ես նշում եմ, որ այսօրվա ռուսական ղեկավարությունը գործողություններում տրամաբանություն դու չես կարող գտնել։ Մանավանդ Հայաստանում էլ կգտնվեն հաստատ ուժեր, որոնք այո կասեն, որ Հայաստանն էր մեղավոր։ Չմոռանանք, որ Արցախի հերոսներից մեկը Հայաստանին մեղադրեց նրա մեջ, որ Հայաստանն էր մեղավոր, որ Ադրբեջանը 20 թվականին հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա։ Ոչինչ չես կարող բացառել։ Տիկին Դալակյան, հայտնի է, որ Հայաստանը ունի այսպես ամուր գործընկերություն թե Ֆրանսիայի հետ, թե Հնդկաստանի հետ, բայց նաև նշում էր, որ սա Միացյալ Նահանգների քաջալերմամբ է տեղի ունենում։ Կփոխվի որևէ բան, թե ոչ, թե Ֆրանսիան ու Հայաստանը արդեն ունեն այդ ամուր համագործակցությունը եւ անկախ նրանից, թե ով կլինի Միացյալ Նահանգներում նախագահ, Երևանի ու Փարիզի գործընկերությունը դրանից չի տուժի։ Ես այդպես չեմ կարծում, որ չի տուժի, տեսեք, ես միշտ հակակշիռների եւ շահերի, զսպիչների համակարգի հիման վրա եմ արտաքին քաղաքականության ոլորտը պատկերացնում։ Այսինքն, ինչ է պետք Ֆրանսիային տարածաշրջանում, զսպել Թուրքիային։
Ինչ է պետք զսպել Ռուսաստանին, ինչու է նա մեզ օգնում։ Նույնը Հնդկաստանը, ինչ է պետք զսպել Ադրբեջանին, Պակիստանի հարցով։ Այսինքն Թուրքիային, որովհետև մենք տեսանք, որ ըստ էության Հնդկաստանը դեմ արտահայտվեց BRICS-ում Թուրքիայի անդամակցությանը։ Այսինքն, եւ որ նայում ենք, այո, հենց այս երկրներն են, որ մեզ ակտիվ աջակցում են։ Պետք է հասկանալ, ում շահերն են քեզ հետ համընկնում։ Կարող է դրանք երկարաժամկետ չլինեն, բայց պետք է օգտվել։ Հիմա օրինակ Իսրայելը ուրեմն Բայդենի օրոք շահերը այդքան էլ չէին համընկնում։ Սպասեց 4 տարի, Թրամփի օրոք համընկնելու է, նա գնալու է առաջ։ Այսինքն 4 տարին էլ է կարևոր լինելու։ Ֆրանսիայի հետ մեր համագործակցությունը նորից եմ կրկնում, պետք է հիմնված լինի փոխադարձ շահերի վրա, եւ որ հաճախ ասում են Ֆրանսիան ինչ պետք է անի։ Դուք մոռանում եք, որ Ֆրանսիան հանդիսանում է Անվտանգության խորհրդի մշտական 5 անդամներից մեկը, որը հնգյակի մեջ է գտնվում զինատեսակների եւ ռազմական մատակարարումների առումով աշխարհում, բարձր տեխնոլոգիաներով, ոչ թե դա ռուսական զենքերը չեն սովետական, եւ ամենակարևորը, որ վախացնում եք, որ Ռուսաստանը ուտնի ատոմային զենք, պարոն Մակրոնը շատ լավ պատասխանեց Պուտինին, ասաց մենք էլ ունենք ատոմային զենք հետո, եւ դրանից հետո Պուտինը մինչեւ այսօր չի կիրառել այդ միջուկային զենքը։ Այսինքն այդպես ասել, դե ես իհարկե տեսնում եմ դա, որ շրջանակներն են ասում, դե Ֆրանսիան ինչ պիտի անի, Սկաբեևան էլ ասեց մի օր, Ֆրանսիան շատ բան կարող է անել։ Մանավանդ Ադրբեջանը Ռուսաստան չի, պարոն Կիրակոսյան, եթե Ռուսաստանը այո ունի միջուկային զենք, Ռուսաստանը ունի ասահմանափակ ռեսուրսներ եւ արևմուտքը դժվարանում է Ռուսաստանի զսպել, Ադրբեջանը Ռուսաստան չի, դա մեր պես երկիր է եւ երբ որ մեզ չեն խանգարում, մենք շատ հեշտ լուծում ենք Ադրբեջանի հարցերը։ Իսկ եթե Ֆրանսիան էլ մեզ զինի արդեն ՆԱՏՕ-ի զենքերով, ինչպես Թուրքիան Ադրբեջանին էր զինել, որի հետևանքով մենք պարտվեցինք F-16-ներով, ինչպես իրենց բանակներ վերափոխել, նույնը Ֆրանսիան կարող է անել մեր հանդեպ։ Մեր հայ զինվորի, այնպես չի, ես հայ եմ, դրա համար եմ ասում, հայ զինվորի քաջությունը եւ մասնագիտական ունակությունները դեռ ոչ մեկ կասկածի չափ չի դրել։ Մենք կարիք չունենք գնանք Աֆրիկայից մարդիկ բերենք, որ մեզ համար կռվեն, ինչպես Ադրբեջանն էր անում կամ Սիրիայից։ Այնպես որ Ֆրանսիան եւ ոչ միայն Ֆրանսիան, մենք ունենք շատ դաշնակիցներ, նույնը Կանադան է, որ ասեն ինչ անում Կանադան։ Ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ Կանադան F-16-ների համար մասեր էր տրամադրում Թուրքիային եւ պատերազմից հետո հիշում եք, նա արգելանք դրեց Թուրքիայի հետ այսինքն Կանադան էլ ռազմական առումով կարևոր։ Մի ասեք այդպես, կամ Ամերիկան է կամ Ռուսաստանը։ Հնդկաստանը, Կանադան, եվրոպական երկրներից Հոլանդիան, որի խորհրդանու վերջերս բանաձև ընդունվեց Արցախի մասին, ուրեմն սկանդինավյան երկրներն են միշտ պատրաստակամություն հայտնել մեզ աջակցել, որտեղ Թուրքիայի հետ այնտեղ քրդական հարցի հետ կապված միշտ պաշտպանում են, չէ, ուրեմն այդ համայնքին եւ Թուրքիան դեմ էր արտահայտում նրանց ՆԱՏՕ անդամակցության։ Այսինքն չի կարելի ասել, որ մենակ Ամերիկան աշխարհում ու Ռուսաստանը, դա ձեռնտու է հենց ռուսական ռոպագանդայի։ Տիկին Դալակյան, իհարկե պետք չի Ֆրանսիայի արածը ուրանալ կամ թերագնահատել կամ ասել, որ արդյունք չկա, որովհետև գոնե պաշտոնական մասով հրապարակված տեղեկությունների հիման վրա կարող ենք հայտարարել, որ ահռելի աշխատանք է կատարվել թե Հայաստանին զինելու, թե քաղաքական աջակցության առումով, բայց որ դուք նշում եք անվտանգության խորհրդի անդամ է, հիշում եմ, որ 23-ի նախորդ տարի 22-ի վերջ 23-ի սկիզբ, երբ գործընթացներ էր նախաձեռնել Ֆրանսիան ՄԱԿ-ի խորհրդում ճանապարհը բացելու, նա չկարողացավ Լաչինի միջանցքը բացելու հետ կապված, նա չկարողացավ վերջնարդյունքի հասնել, լինելով ՄԱԿ անվտանգության խորհրդի անդամ, որովհետև նույն մեկ այլ խորհրդի անդամ Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանը տապալեց այդ նախաձեռնությունը։ Այսինքն նա ինչքան էլ հայերին սիրեն, ինչքան էլ Մակրոնը հայերեն գրառումներ անի, բայց այդ ինստիտուցիոնալ կառույցներում, երբ պետք է բոլորի ձայները, Ֆրանսիան կարողանալու է դրանք ապահովել։ Պարոն Կիրակոսյան, բայց ով է ասում, որ ինստիտուցիոնալ մակարդակում են լուծվում հարցերը։ Մենք այսօր գիտենք, որ միջազգային իրավունքը չի գործում։ Այո, ես կողմնակից եմ նաև միջազգային իրավունքի համադրմանը, Կոսովոյի տարբերակ եւ այլն, որպեսզի Ադրբեջանին ապացուցել, որ դա օկուպացված տարածք չի եղել։ Լեռնային հակառակը իրենք են օկուպացրել, բայց արդարադատության դատանի վճիռ էլ կա, ով է անում։ Ավելի ձեզ ասեմ, նոյեմբերի
փաստաթուղթ կա, բա Ռուսաստանը կարողանում է կատարի, թե չի կարողանում կատարի, այդպես որ նայեք Ռուսաստանը ոչինչ չի կարողանում անել, Արցախցի դուք շատ հաճախ խոսում եք Արցախի տարբեր ղեկավարների հետ, գործիչների, ՀԿ գործիչների, հասարակական կազմակերպության, իրենք ձեզ ինչ են ասում, միշտ ասում են, որ ադրբեջանցիները ռուս խաղաղապահներին նույնիսկ չէին հարգում մարդկայնորեն, այսինքն տեսնում եք ոնց են վերաբերում, այսինքն այստեղ խոսքը նրա մասին է, որ Ռուսաստանը չի կարողանում ապահովի, իրան ոչ մեկ չի հարգում, այն էլ Ադրբեջանը։ Հիմա հարգելու է։ Խոսքը միայն այո, շատ ճիշտ ասացիք, Ռուսաստանը եւ ամենակարևորը BRICS-ի գլխավոր հեղինակ, որի ջատագովները կան Հայաստանում, Չինաստանը, հենց Չինաստանն էր, որ բլոկ էր դրել այդ բանաձևի վրա, նշում էի, որ Միացյալ Թագավորություններ, հետո արտահոսք եղավ, որ դա Չինաստանն է եւ Միացյալ Թագավորությունը հերքեց։ Իհարկե մենք որևէ բացատրություն չպահանջեցինք, ինչպես միշտ, դա չէ որ պատերազմ հայտարարել դիվանագիտական առումով հարցրեք, այդպես է թե ոչ, անցանք դա։ Այսինքն այստեղ Չինաստանի դերը չպետք է մոռանալ։ Իսկ այն, որ Ֆրանսիայի հետ մեր համագործակցությունը պետք է ավելի խորանա, օրինակ այստեղ դժգոհություններ կան, չգիտեմ, որ հնարավոր է ավելին անել, ինչի Մակրոնը չայցելեց Հայաստան, արդյոք հիասթափված է Հայաստանի ղեկավարության քաղաքականությունից, Հայաստանը Ֆրանսիայի եւ նմանատիպ երկրների հետ երկու ուղղությամբ պետք է աշխատի, դա բանակի զինումն է, 3 տնտեսությանը օգնությունը Եվրամիության տեսքով Ֆրանսիան կարևոր երկրներից է, դոտացիաները Հայաստանը փոքր երկիր է, այդպես միլիարդավոր դոլարներ պետք չէ, եւ ամենակարևորը բանակի վերափոխումը, եթե մեզ տալիս են զենքեր, բայց մեր անձնակազմը սովետական ուրեմն մեթոդներով է պայքարում, եթե մեզ տալիս են զենքեր, բայց քննիչ հանձնաժողովը որևէ գեներալի պատասխանատվության չի ենթարկում եւ նրանք շարունակում են աշխատել պաշտպանության նախարարությունում, որոնց մեղադրում են չկռվելու եւ գլխավոր գերագույն հրամանատարի որոշումները չիրականացնելու մեջ, այսպես եթե մեր հակաօդային պաշտպանությունը մնում է Ռուսաստանի հետ համատեղ եւ մեր օդը բաց է մնալու, ինչ զենք ուզում եք առեք, ուզում եք ատոմային զենք առեք, դա չի կարող աշխատել։ Պետք է խորացնել եւ ինստիտուցիոնալ մակարդակով ոչ թե այստեղից այնտեղից փոքր զենքեր առնել, այլ փոխել, համապարփակ անվտանգության մասին է շատ խոսվում, դա կիրառել եւ ամենակարևորը, գիտեք, եթե այդ օգնությունը շատ շնչի լիներ, Ադրբեջանը այդքան նյարդային չէր վերաբերի, հատկապես Ֆրանսիային։ Ուրեմն Ադրբեջանը գիտակցում է, որ եթե այս բոլոր իմ նշած կետերը կատարվեն, Ադրբեջանը չի կարող շարունակել նույն քաղաքականությունը Հայաստանի հանդեպ, նույնիսկ կարող է վերադարձնի շատ տարածքներ։ Այնպես որ նորից եմ կրկնում, երբեք չի կարելի ասել վերջ, ամեն ինչ ավարտված է, եկեք սպասենք, տեսնենք հաջորդ օրհասական իրավիճակը մեր գլխին եւ կհայտնվի։ Հնարավոր է չստացվի, բայց փորձեք, հետո գոնե չփոշմանենք։ Եվ տարածքները վերադարձնելու հետ կապված, էլի պետքա խոսենք Թրամփի, հա, տեսակետների հետ շուրջ։ Օրինակ իր թիմակիցներից մեկը BBC-ի հետ զրույցում նշել է, որ եթե Զելենսկին գա սեղանի շուրջ նստի եւ խոսի Ղրիմի վերադարձից եւ ասի խաղաղությունը դա է, ասում եմ, մենք իրեն լուրջ չենք վերաբերվի, ասում եմ, պետք է խոսել կայուն խաղաղության մասին, այսինքն ըստ էության առաջարկում են գոնե Ղրիմի անունը եթե տալիս են, նշանակում է Ղրիմը մնա Ռուսաստանին եւ ստեղծված իրավիճակում գնանք խաղաղության։ Եթե Թրամփը այդ մեթոդը նաեւ կիրառի, օրինակ մեր տարածաշրջանում, չի ստացվում, որ մեր 200 քառակուսի կիլոմետրը մնալու է Ադրբեջանին եւ այդ սահմաններով են գնալու խաղաղության։ Նախ սկսենք Ուկրաինայից, բացի այդ սենատորից կան 3 ուրեմն կարևորագույն կոմիտեների սենատորներ արտաքին հարաբերությունների, արտաքին հետախուզության եւ պաշտպանության, դա գլխավոր կոմիտեներն են, կոպիտ ասած հանձնաժողովները մեր մոտի ազգային ժողովի, որոնց ղեկավարները քննադատում էին Բայդենին Ուկրաինային չզինելու եւ չարագացնելու համար Ռուսաստանի պարտությունը եւ այդ ծրագիրը ներկայացրեցին, որը կոչվում էր Ուկրաինայի հաղթանակի ծրագիր, այդպես միանշանակ չի հանրապետական կուսակցության մեջ ամեն ինչ։ Երկրորդը, պարոն Զելենսկին շատ ռեալ է, գիտեք, մտածում, նա երբեք չի ասում, ես մերժում եմ ծրագիրը, օրինակ ես որ սառեցման մասին ասում են, լավ, օրինակ համաձայն եմ, բա ո՞րն է երաշխիքը, այսինքն Զելենսկին իհարկե Ուկրաինան երբեք չի ընդունի, որ Ղրիմը Ռուսաստանի մաս է եւ ձեր ասած սենատորներն էլ ասում են, որ հռետորական մակարդակում մենք չենք ճանաչելու այդ գրաված տարածքները Ռուսաստանի մաս, GDR FRG-ի օրինակն է լինելու, կարող է մի օր Բերլինի պատը քանդվում է, չէ՞։ Պուտինը անմահ չի, Պուտինից հետո չգիտեք,
ով է գալու, չգիտեք ինչ process-ներ են լինելու։ Ուկրաինան այդ 20 տարում կարող է զինվի դառնա բարգավաճ երկիր, այդ Մարշալի պլանի նման վերականգնի, Ռուսաստանը հակառակը սանկցիաների տակ դառնա Հյուսիսային Կորեա, այսինքն որևէ բան մենք չենք կարող բացառել, չէ՞, այստեղ մանավանդ այսօր Ռուսաստանը հավասարապես առնաքամ եղած է, ինչպես Ուկրաինան, հակառակ դեպքում Հյուսիսային Կորեան չէր հայտնվի սահմանին։ Այսինքն ոչ մեկ չկարող ասել հետագայում ինչ կլինի, բայց այն որ չեն ճանաչելու, ինչպես Աբխազիան, Օսետիան, տեսեք Վրաստանին ինչ ասեցին։ Դե այո, այս պայն իրավիճակը այսպիսին է, մենք չենք պատրաստվում Ռուսաստանի հետ խորացնել ճգնաժամը, բայց մենք չենք էլ ճանաչում դա Ռուսաստանի մաս, դա շատ կարևոր է։ Եվ հիշեցնեմ գանք մեր տարածաշրջանի, որ Ադրբեջանը, որ 30 տարի այստեղ ասում էին վերջ, արդեն Ղարաբաղը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, Ադրբեջանի ղեկավարները այդպես չէին մտածում։ 30 տարի շատ կարճ ժամանակ է պատմության մեջ, ով է ասել, որ Պուտինը 50 տարի չի ապրելու։ Եվ ինչ վերաբերում է 240-ի, որ դուք ասեցիք Հայաստանի տարածքին, այստեղ մի կարևոր բան կա, Ալիևը եթե սահմանազատումը ստորագրում է, համենայն դեպս ինքը ընդունում է, որ դա Հայաստանի տարածքն է, որտեղ որ սահմանազատումը տեղի ունենա, դա մնալու է Հայաստանին։ Այլ հարց է, որ սահմանազատման գործընթացը կարող է իրենք ձգձգել 200 տարի, այլ հարց է, որ Ալիևը մեկ ասում է ճանաչում եմ Ալմատան, մեկ ասում է չեմ ճանաչում, այսինքն Հայաստանը ինչ պետք է անի, Հայաստանը պետք է զինվի, այդ սնայպերներով է, չէ, տարածքը վերցել, Ադրբեջանը ասում է մենք տարածքները չենք գրավել, ուղղակի դիպուկահարներով այնպես են արել, որ մեր գյուղացիները չեն կարողանում, մենք էլ նույն ձևի, այդ որ ասում են ԱԹՍ-ներով պետք է այնպես անեն, որ իրենք էլ չկարողանան օգտագործել իրենց հողերը, հասկանում եք, չէ, վերականգնել ռազմական բալանսը եւ ամենակարևորը կան բազմաթիվ բանաձևեր, որոնք նշում են, որ Ադրբեջանը պետք է դուրս գա Հայաստանի սուվերեն տարածքից։ Հենց այստեղ է, որ միջազգայինքը պետք է, երբ որ Տրամպի հետ խոսում են, ասեն, պարոն Տրամպ, դուք որ ասում եք խաղաղություն կկնքենք, այս էլ միջազգային իրավունքը այսպես պիտի լինի։ Այսինքն սա աշխատանքից է կախված, պետք է ունենալ թիմ եւ գնալ առաջ։ Շնորհակալություն Տիկին Դալակյան հարցազրույցի համար։